մեր գործողությունների։ Հիմա եկեք միասին հասկանանք։ Գործադիր իշխանության ղեկավարը օգտագործում է միջամտել եզրույթը, ասում է, որ իր ձևով է միջամտելու եւ ինչ է տեղի ունենում ժամերի ընթացքում ձերբակալում, մի քանի հաջորդող ժամերի ընթացքում կալանքի միջնորդություն, այնուհետև կալանավորում, այնուհետև Արմեն Դանիելյան, այնուհետև Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեսակցությունների սահմանափակման ռեժիմով կրկին հիշեցնեմ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մասին ենք խոսում։ Իդեպ եթե այս գործը ըստ էության քննվի դատարանում, պատիժը կարող է լինել տուգանք, բայց Սամվել Կարապետյանը հիմա կալանավորված է։ Եթե սա իրավական աբսուրդը չէ եւ ընդգծված քաղաքական հետապնդում չէ, ապա եկեք փորձենք հասկանալ որոնք են քաղաքական հետապնդման դեպքերը եւ իրավական աբսուրդի դեպքերը, որտեղ առանց կոչի համար կալանավորվել, քրեական հետապնդման ենթարկվել։ Իդեպ արդեն եթե չեմ սխալվում, նույնիսկ կարող ենք ասել 10 օրից ավելի ժամկետ է ինչ ընթանում է այս քննությունը, չէ՞, գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քննությունը։ Մեր կողմից ներկայացվել էր գրություն քննիչին, հասկանալու համար ինչ ջանասիրություն է ապահովում, ինչ գործողություններ են կատարվում։ Բովանդակային որևէ պատասխան չստացանք։ Կարող եմ պնդել, կարող եմ արդյոք պնդել, որ իրականում ոչ մի գործողություն էլ չի կատարվում։ Պարզապես պետք է Սամվել Կարապետյանին կալանավորել, որպեսզի հեծի նկատմամբ միջամտությունը կատարել։ Կարող եմ այս պնդումը կատարել։ Կարող եմ ասել, որ այս պնդումը բխում է 2025 թվականի հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ տրված խոստումից։ Կարող եմ նման պնդում անել։ Կարծում եմ կարող եմ։ Այս պնդմանը հակադարձող տվյալը ո՞րն է։ Փաշինյանի անդրայնացած նամակը, որ ինքը ավելի վաղ է ցույց տվել, այցած վաղը։ 25-ից մայիսի, Այսինքն ավելի վաղ էր տրվել ցույցում հակասահմանադրական գործողություններ կատարել։ Հասկանում եմ, այսինքն հեծի վերաբերյալ գործողությունների խոստում է տվել, որը ընդհանրապես օրենքի եւ սահմանադրականության հետ կապ չունի, բայց իրավական պաշտպանվածության մեխանիզմները, կարծում եմ դուք նաև մամուլով տեղեկացաք դրա մասին, միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները, այդ թվում արբիտրաժային մեխանիզմները, այդ պայմաններում Սամվել Կարապետյանի մոտ ինչ մտահոգություն պետք է առաջացած լինի։ Այսինքն լավ, գոնե եկեք այսպես նայենք, հա, հարցին։ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ արտահայտություն չի կատարվել եկեղեցու մասին, որևէ միջամտություն տեղի չի ունեցել, մենք բոլորս չենք տեսել ինչպես են հարյուրավոր իրավապահները մուտք գործում վեհարան, բայց չգիտես ինչի Սամվել Կարապետյանը հեծի համար անհանգիստ լինելով հայտարարություն է անում։ Գիտեք, ամեն ինչի շուրջ մենք միշտ կարող ենք նայել աբսուրդի կանխավարկածով։ Կարող ենք։ Իդեպ վերջին տարիների ընթացքում դա էլ որոշակի մարտավարություն է, ես հասկանում եմ։ Քաղաքական իշխանությունների կողմից դա հաճախ է կատարվում։ Այսինքն ամեն ինչի վերաբերյալ փորձել մի հատ աբսուրդային հակափաստարկ բերել եւ համառորեն դրան հավատալու փորձեր կատարել։ Բայց եկեք իրար հետ մենք կարող ենք այդ բարձ վարժությունը կատարել։ Մայր աթոռի նկատմամբ միջամտություն է տեղի ունենում, որը մայր աթոռին ամենախոշոր բարերարների կողմից խիստ քննադատության է արժանանում։ Եվ դրա համար պետք է քրեական հետապնդում լինի։ Ես կասեմ հակառակը, իրենց պետք էր ամեն կերպ Սամվել Կարապետյանին մեկուսացնել, այ որպեսզի հեծի հետ կապված կատարեն են գործողությունները, որոնք կատարում են, բայց այդ մասով էլ եմ ուզում մի բան ասել։ Ես մեծ հույս ունեմ, որ իսկապես այդ պատասխանատվությունը իրենց գործողությունների քաղաքական պատասխանատուները գիտակցում։ Ես տեսա, որ նախագիծը ներկայացնում էր Վլադիմիր Վարդանյանը, մասնագիտությամբ իրավաբան, գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի ոլորտում առավել քան մասնագիտացած։ Ես վստահ եմ, պարոն Վարդանյանը շատ լավ գիտակցում է այս գործողությունների արդյունքում։ Եթե ի վերջո այդ իրավունքի միջամտությունը տեղի ունենա, ձեռնպահ չմնան այդ իրավունքի միջամտությունից, պատասխանատվությունը կրելու ենք բոլորս, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատվության ենթարկվում։ Ես կարծում եմ առաջիկայում, չնայած այս ողջ ռեպրեսիվ
իրականում դասական իմաստով ռեպրեսիվ միջամտությունների, երբ որոշակի ճեղքում կկարողանանք իրականացնել, իրավունքի վերականգնմանն ուղղված գործողությունների որոշակի արդյունքներ կկարողանանք ապահովել, իսկ ես համոզված եմ, որ մենք դա կարողանալու ենք ապահովել, կարծում եմ ձեր հարցադրումը իսկապես հնարություն կունենաք փոխանցելու հենց Սամվել Կարապետյանին։ Պարոն Վարդանյան, մենք ճշտում ենք միջազգային տարբեր կազմակերպություններ են արձագանքել ստեղծված իրավիճակին, կան արդյոք իրավական կառույցներ, կազմակերպություններ այդ թվում, որոնք հետաքրքրվել են գործի համատեքստով հաշվի առնելով զապահարիչերը։ Ես կարող եմ ձեզ հետևյալ կերպ իրազեկել մի շարք գործիքակազմեր, որոնք նախատեսված են միջազգային իրավական պաշտպանության տեսանկյունից, նախապատրաստվում են, որոշակի իմաստով իրացվում են եւ իրացվելու են։ Վստահ եղեք, այսինքն մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային տեսանկյունից համալիր մի քանի հնարավոր գործողություններ։ Բոլորը կատարվելու են, անխտիր։ Հավելյալ իհարկե իրազեկում կտրամադրենք։ Իսկ հաշվի առնելով եւ դրանից ելնելով Ռուսաստանը բազմիցս նաեւ իր այսպես ասած դիրքորոշում է հայտնել Սամվել Կարապետյանի շուրջ ունեցող իրադարձությունների հետ կապված եւ ի տարբերություն Ֆրանսիայի Ռուսաստանին հուշում են չխառնվել մեդիակի ներքին գործերին։ Որքանով է դա համարվում մեդիակի ներքին գործերին խառնվել հաշվի առնելով ԼԴ քաղաքացի լինելու հանգամանքը եւ հաշվի առնելով այդ հանգամանքը ինչ իրավասություն ունի Ռուսաստանի Դաշնությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ գործի հետ կապված եւ արդյոք անում է ինչ-որ քայլեր։ Ես հետևյալը կարող եմ արձանագրել, որ հաշվի առնելով այն տնտեսական նաև գործունեության հանգամանքը, որը Սամվել Կարապետյանը իրականացնում է թե ՌԴ-ում, թե այլ երկրներում իդեպ, բազմաթիվ երկրներից էլ կարող են լինել հստակ արձագանքներ այն ապօրինի քրեական հետապնդման, այն իրականում ակնհայտ իրավունքից ընդհանրապես դուրս խափանման միջոց կալանքի վերաբերյալ բազմաթիվ երկրներից վստահ եղեք լինելու են։ Այսինքն ամեն դեպքում հիմա Մակրոնի հայտարարությունը դուք մեջ բերում եք, բայց նույն ֆրանսիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդման։ Իդեպ ինքս էլ պատիվ ունեցել եմ դրա վերաբերյալ հարցազրույցը հենց այսպես ասած տվյալները փոխանցել գործընկերոջ։ Բայց մի բան եմ ուզում իրավական տեսանկյունից ֆիքսել։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ թե զուտ քաղաքացի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ։ Իր շահերի գործունեության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը համաձայն պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքի։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև անձը իսկապես երբ խոշոր անվանի գործարար է, կարող է ունենալ իր բիզնես գործունեությունը բազմաթիվ երկրներում։ Սամվել Կարապետյանի դեպքում իսկապես իրավիճակը այդպիսին է, բայց վերջինս իր գործունեության, այսպես ասած հիմնական առնչության, որպես թե գործարար, թե որպես անձ, թե որպես քաղաքացի, ընկալվում է հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Սա կարևոր հանգամանք է, իսկ այն, որ եկեք սա էլ հաշվի առնենք, այս քրեական հետապնդումը, հաշվի առնելով իր աղմկահարույց բնույթը, հաշվի առնելով դրան սկիզբը առնող Facebook-յան արդարադատությունը իսկապես բավականին դիպուկ եզրույթ է հանդիսանում, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության եւ վարկանիշի տեսանկյունից էլ մեզ վնաս տալու։ Եվ դրա համար իդեպ վստահ եղեք որևէ մեկը շահագրգռված չէ։ Այդ թվում հենց Սամվել Կարապետյանն էլ բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանի Հանրապետության վարկանիշը նման անկում ապրի։ Իսկ դա իրականությունն է, ուզենք թե չուզենք, քանի որ պետության, այսպես ասած, մի քանի պաշտոնյաների գործողությունների արդյունքում հետևանքները կրում է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ իրավական տեսանկյունից Ռուսաստանի Դաշնությունը որևէ գործառույթ կարող է իրականացնել կամ իրականացնում է։ Մի շարք գործողություններ կարող է իրականացնել եւ որը չի կարող դիտարկվել որպես միջամտություն պետության ներքին գործերին, քանի որ այո, տվյալ դեպքում նաեւ ՌԴ քաղաքացիության հանգամանքը առկա է, բայց ես ուզում եմ այլ կողմից հարցին մոտենալ, իսկ այդ կողմը հանդիսանում է այն, որ Սամվել Կարապետյանի կողմից եթե նայում ենք իր իրականացրած գործունեությունը տարիների ընթացքում, նաեւ բարեգործական ծրագրերը, իդեպ Հայաստանում եւ Արցախում կարող ենք այդ իմաստով նաև առանձնացնել հենց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը։ Այդ տեսանկյունից կարծում եմ նման տեսակ իրավական գործիքակազմերի հնարավորությունը իհարկե առկա է, բայց նաև մենք հաշվի ենք առնում այստեղ քաղաքական հետապնդման կոնտեքստը։
եւ ոչ միայն կոնտեքստը, այլ դրա փաստական տվյալը։ Միևնույն հաստատն է, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է արել եւ այդ գրառման մեջ կրկին սպառնում է հեծյային աշխատակիցներին, որոնք իր խոսքով